Բարև ձեզ, Արար յութուբյան ալիքի եթերում հայրենիք կիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը և իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, նախորդ շաբաթ մենք դիտարկեցինք և վարչապետը պաշտոնապես հայտարարեց, որ պատրաստ է ստորագրելու խաղաղության համաձայնագիրը։ Ես կուզեմ խոսենք սրա շուրջ, առհասարակ այս համաձայնագիրը, ինչու է Հայաստանի կողմը առաջինը պատրաստակամություն հայտնում և ինչու է այս շտապողականությունը առհասարակ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Գիտեք, մենք մի քանի անգամ արդեն այս թեմայով խոսել ենք և այդ համաձայնագիրը, որ իբր թե երկկողմանի համաձայնեցվածը եւ հենց դրա համար էլ կոչվում է համաձայնագիր եւ պատրաստ է ստորագրելու, իրականում դա միակողմանի մի փաստաթուղթ է, որը վարչապետի ասելով ընդամենը իր ցանկություններն է եւ իր պատկերացումներն է կամ երազները եւ ոչինչ ավելին, որովհետեւ դա միակողմանի է եւ Ալիևի կողմից որևէ այսպես հստակ բան ասված չի եւ ընդհակառակը հենց դրա մասին խոսվեց, նրանք շատ արագ ներկայացրեցին մի շարք ուրեմն հարցեր, որոնք լրացուցիչ պետք է քննարկվեն եւ նույնիսկ շեշտեցին, որ առանց այդ հարցերին լուծում տալու չի կարող ստորագրվել որևէ փաստաթուղթ։ Գիտեք, լավ հասկանում եմ ինչի համար է այս իշխանությունը ուզում, որ այդ համաձայնագիրը լինի եւ ընդհանրապես դա լավ բան է, երբ որ երկրները իրար միջև ունեն այդպիսի բան, բայց դա պետք է լինի երկկողմանի եւ ցանկությունները եւ երկու կողմից եթե ցանկություն կա ինչ-որ խաղաղություն կնքելու, հնարավոր է այդ խաղաղությունը կնքել, բայց եթե կողմերից մեկը ագրեսիվ է տրամադրված եւ անընդհատ առիթը բաց չի թողնում եւ խոսում այն մասին, որ դեռ բավականին մեծ թվով պահանջներ կան, որ պիտի Հայաստանը կատարի, տեսեք, առնվազն մի քանի բան կա, որ մենք գիտենք, որ իրանք պահանջում են, բայց իրանք դեռ դրա մասին չեն խոսում, որ դրա մասին խոսել են նախորդ հատվածում։ Եվ շատ պարզ է, չէ, եւ շատ տրամաբանական է, մեծ խելք պետք չի դրա համար, որ հենց այս երկու պահանջն էլ կատարեցիր, հայտնվելու է երրորդը, չորրորդը, հինգերորդը, ու այդ դեպքում ում է պետք է թղթի կտորը, երբ որ 1 ժամ հետո հնարավոր է, որ ռազմական գործողություններ սկսվեն, որովհետեւ այն պահանջները, որ ներկայացվում է Հայաստանին, դա մեր կողմից անընդունելի է։ Հիմա տեսեք, երբ մենք քննարկում ենք խաղաղության համաձայնագրի մասին, մենք տեսնում ենք ադրբեջանական կողմը պարբերաբար ներկայացնում է, թե Հայաստանը հավակնություններ ունի տարածքային, այս պարագայում նաև ներկայացում է սահմանային միջադեպեր, ու այս սահմանային միջադեպերը պարբերաբար հայկական կողմը հերքում է պաշտպանության նախարարության կողմից պաշտոնական իր էջով, այսինքն այս սադրանքների ֆոնը երբ ներկայացնում է Ադրբեջանը, ուզում եմ հասկանալ, սա ինչ է, որպեսզի ճնշում գործադրի հասարակության վրա, որպեսզի պահանջները կատարեն, ինչ է սա առհասարակ։ Տեսեք, ինչ է հիմա Ալիևի ուզածը։ Ալիևը բնականաբար ինչ որ թեմա է սարքել եւ փորձում այս թեման ինչքան հնարավոր է երկարաձգել եւ այդ ընթացքում էլ նաեւ ինչքան հնարավոր է շատ բան փոկել, որովհետեւ Ալիևը այլ քաղաքական կամ այլ հաղթաթուղթ ընդհանրապես չունի, ինքը քաղաքական հենարանել չունի եւ եթե շատ ավելի խորանանք Ալիևի ասածների մեջ, Ալիևի միակ հաղթաթուղթը, որ այսօր կարա ինքը մնա իշխանության, որովհետեւ բնական է, չէ՞ որ Ալիևը դեմոկրատ չի, ժողովրդավարական ընտրություններով չի ընտրվել, Ալիևը բռնապետ է, շատ սովորական բռնապետ է, որը հոր արձաններն է ամենուրեք դնում եւ հասկանալի է, որ ինչ որ պահի այդ արձանները բոլորը երբ որ իրանց մեջ ստեղծվի այն ուժերը, որոնք իշխանափոխություն կանեն, այդ ինչպես բոլոր դիկտատորների դեպքում է լինում, այդ իր հոր արձանները ջարդուփշուր են անելու
ոչ վաղ անցյալում այդպես եղավ Ասադի հետ։ Ջարդուփշուր են անելու այդ արձանները, իրան հեռացնելու են կամ ինքը փախնելու է կամ սպանելու են եւ այլն։ Եվ իրան պետք է ինչ-որ թեմա, որպեսզի զբաղացնի իր ժողովրդին, իսկ Արցախից լավ թեմա, Արցախի թեման հիմա տեսեք, Արցախի թեման սպառվել է եւ հիմա վերածվել է Հայաստանի հետ կապված հարցերը։ Որքան որ ինքը շատ երկար շարունակի այս թեմայով խոսալ, այնքան ժողովրդին կզբաղացնի, որ Ադրբեջանում ժողովրդի վիճակը վատանում է, ապրելակերպը վատանում է եւ այնտեղ բազմաթիվ, դե գիտեք, Ադրբեջանը ինքը միատարի երկիր չի, ինքը բաղկացած է տարբեր ազգերից, այնտեղ տարբեր ազգեր են ապրում, ընդ որում բոլոր այդ ազգերն էլ հիմնականում անկախություն են ուզում են որպեսզի իրանք առանցին ապրեն։ Եվ այս Ալիևի դիկտատուրան է, որ այդ պահում է այդ ազգերին Ադրբեջանի կազմում եւ ինչ որ փուլում այդ պայթելու է, երկար չես կարա դա պահես։ Հիմա տեսեք, Արցախի թեման փակվել է, Արցախի հարց իրանք չունեն խոսալու։ Եթե ինքը հիմա ոչի կարա ինքը նստի ասի, քանի որ Արցախը բան եւ այլ, Արցախ չկա։ Բայց հայկական կողմն էլ է պարբերաբար նշում, որ Արցախի հարցը փակվել է իր համար։ Հայկական օրեր առաջ վարչապետի տված հարցազրույցի մասին է խոսքս։ Հայաստանի այսօրվա իշխանությունը օգնում է, որպեսզի Ալիևը մնա իշխանության։ Եվ այլ հարցեր են հիմա մեջտեղ բերել, եւ Ալիևի ասածը հենց դա է, որ խնդիրը Հայաստանի հետ է, եւ Հայաստանի հետ արդեն երկարատև խնդիրներ է, անդադի խոսա, որ Հայաստանը ագրեսոր է, Հայաստանը վտանգավոր է իրանց համար, Հայաստանը զինվում է, բան եւ այլն, որի վրա ինքը պետք է իր այդ քաղաքական հետագան կարողանա սարքել։ Եվ այդ հարցում իրան մշտապես տեղից օգնելու են։ Եթե ուշադրություն դարձնեք, Ալիևը իր երկրի այն տարածքները, որտեղ ապրում են ազգային փոքրամասնություններ, լեզգիներ, թալիշներ եւ այլն, ավարներ, որ այդ տարածքներ ինքը չի գնում կամ շատ անհրաժեշտ լինելու դեպքում, խիստ կարևոր դեպքում նոր գնում է, բայց տենց այդ տարածքներ ինքը չի գնում։ Իր միակ տարածքը Արցախ գալն է եւ գնալը, այդ ճանապարհն է, որտեղ որ ըստ իրա ինքը վտանգ չկա այդտեղ եւ ինքը իր ամբողջ այդ կարիերան սարքում է դրա վրա։ Հիմա տեսեք, եթե այդ հարցը լուծվի, այլևս խոսալու բան չկա։ Այսինքն ներսից է սկսելու պայթել։ Դրա համար Ալիևին ձեռք չի տալիս, որ այս հարցը լուծվի, եւ ուղիղ հակառակը մեր մոտ է, որ այսինքն հասարակությունը պահանջում է, որ այս հարցը լուծվի, հիմա սա էլ ուզում է շատ արագ այդ հարցը լուծվի, որպեսզի խաղաղությունը իրապես իր կարծիքով ամրապնդի եւ հանգիստ իր կարծիքով նորից կառավարի, շարունակի կառավարել։ Հիմա խնդիրը այստեղ է, հետեւաբար այս փաստաթուղթը չի կարա ստորագրվի, որովհետեւ շահերը լրիվ այլ են։ Հիմա սա անդադ ուզում է իր այդ վարդագույն երազանքները, որ այսպես կլինի, այնպես կլինի, նա լրիվ հակառակ բաներն է ասում, ու դա չի կարա ստացվի։ Հիմա խնդիրը նա է, որ մեր հասարակությունը գտնվում է մի վիճակում, որտեղ պետք է լուծում տրվի դրան։ Չի կարա սենց մնա ու լուծում չլինի։ Սրանք իշխանությունը բերեցին այն աստիճանի, որ կենտրոնացրեցին այդ իրանց ռեսուրսը ամբողջ մի հարցի վրա, որ այդ խաղաղությունը լինելու է, թե չի լինելու։ Դա նույնիսկ Արցախի հարցի մասին չեն խոսում։ Խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ լինելու է, թե չէ։ Եվ եթե սրան լուծում չտրվեց, կստացվի, որ սա ընդհանրապես փուչիկ է, նույնիսկ այս հարցում լուծում չունի եւ իրանից միայն տանելու են։ Նրանք էլ մտածում են եւ Էրդողանը Թուրքիայում եւ Ալիևը Ադրբեջանում, մտածում են, թե այս մարդը, որը միշտ զիջում է եւ ամենտեղ զիջում է հանուն աթոռի, եկեք տանենք ինչ հնարավոր է։ Ամբողջ խնդիրը սրա մեջ է։ Իսկ սրան մի հատ թղթի կտոր է պետք, որ գնա ընտրություններին ցույց տա նախընտրական ժամանակահատվածում, ասի մենք ունենք խաղաղության պայմանագիր, մենք բերեցինք խաղաղության պայմանագիր։ Այլապես ժողովուրդը կհարցնի, բա ինչ ես արել։ Արցախը կորցրել ես, անվտանգությունը վտանգել ես, ադրբեջանցիք մտել են Հայաստանի տարածքը, որն է քո հաջողությունը։
Իդեպ նա նշում է իր օրեր առաջ տված մամլո ասուլիսում, որ զիջումներ չկան, զիջումները ո՞րն է ասում է, ես ինչ եմ զիջել, իսկ Արցախի հարցը վաղուց 30 տարի բանակցային սեղանում այլ կերպ էր դրված, ես ընդամենը փաստերի առջև եմ կանգնել։ Հիմա ուզում եմ հասկանամ, բա եթե փաստերի առջև էր կանգնում, ինչի համար էր պատերազմը ու ինչու պատերազմը օր առաջ չկանգնեցվեց։ Դե գիտեք, այդ լուրջ չի արդեն, եւ զարմանալի է, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձնավորությունը այդպիսի արտահայտություններ է անում, ինչ ենք զիջել, ոնց, ինչը չեք զիջել։ Ինչը չեք զիջել։ Հայաստանի անվտանգությունը զիջել եք։ Արցախ Ադրբեջան հակամարտությունը սարքել եք Հայաստան Ադրբեջան հակամարտություն։ Սա զիջում չի։ Երբ որ այն ժամանակ խոսքը գնում էր ըստ քեզ, ըստ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդու, երբ որ ասում է, որ աշխարհը ճանաչում էր ու աշխարհը տենց խելագար էր, ստեղծում էր մի մարմին, որ այդ հարցը լուծում տար, աշխարհը բան ու գործ չուներ, հարցը լուծված էր, ուղղակի ստեղծել էին մի մարմին, ԵՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվի Արցախի անկախության հարցով, հա, կամ Արցախի ինքնորոշման հարցով։ Դա նշանակում է, որ խնդիր կար, չէ՞։ Այլ բան է, որ դու եկար այդ խնդիրը այդտեղ փագեցիր ու այդ խնդիրը բերեցիր Հայաստանի վրա դա։ Հիմա Ադրբեջան-Հայաստան է խնդիրը։ Հիմա ես ուզում եմ հարցնել, երբ նա նշում է պարբերաբար, որ Արցախի հարցը մի թոք էր Հայաստանի Հանրապետության վզին, որը գնալով նեղանում էր, այդպես է նա ներկայացնում իր մամլո ասուլիսում։ Ես ուզում եմ հասկանամ, լավ, հիմա Արցախն էլ չկա ու դա էլ զիջեցիք ու տվեցիք, որտեվ ես դա չեմ համարում, որ պարտության արդյունքում է եղել։ Հիմա ինչ ենք բանակցում Ադրբեջանի հետ։ Ես ասեմ ձեզ, հիմա խնդիրը Հայաստանի ու Ադրբեջանի մեջ է։ Այսինքն ինքը Արցախ-Ադրբեջան խնդիրը վերածեց Հայաստան-Ադրբեջան խնդրի։ Որ հիմա Հայաստանի հարցն է։ Մտել են Հայաստանի ինքնիշխան տարածք, ու Աստված գիտի թե ինչքան են մտել, այդ կոնկրետ ոչ ոք չգիտի։ Մտել են ու Հայաստանի հարցն են դրել։ Հայաստանի մի մասը պոկում են, տանում են։ Խոսում են նրա մասին, որ Սյունիքը պետք է տանեն, Զանգեզուրի միջանցք պետք է բացեն։ Սա զիջում չի, խոսում են նրա մասին, որ թուրքերը ասում են, որ դու պետք է մի փաստաթուղթ ստորագրես, որով հրաժարվես ցեղասպանությունից, ցեղասպանության ճանաչումից։ Սա զիջում չի, սահմանադրություն են փոխել տալիս, սա զիջում չի։ Այսինքն այդ խոստումները դու ժամանակին տվել ես ժողովրդին, որ ես որ եկա սա եմ անելու, դու ժողովրդին դա չես ասել։ Դուք խաբում եք ժողովրդին եւ ձեր նախընտրական ժամանակահատվածը, որի համար դուք ստացել եք ժողովրդի կառավարման իրավունքը, որովհետեւ ընտրությունները ի՞նչ է։ Ընտրությունները մի այսպես միջոցառում է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր մեզանից քաղաքացի իր իրավունքը երկրի կառավարման տալիս է ինչ-որ մեկին։ Երբ որ տալիս է ինչ-որ մեկին, դրա դիմաց ինքը բանա չէ պահանջում։ Այսինքն դա քաղաքական դաշտում էսպես է, դու գալիս ես ներկայացնում ես ծրագիրը, ասում ես, որ այսպես եմ անելու, այսպես եմ անելու, այսպես եմ անելու, ժողովուրդն էլ ասում է, լավ, որ դու այդպես ես անելու, այ իմ իրավունքը արվերցրու քեզ, գնա իմ տեղը կառավարի, այդ բաները արա։ Հիմա իրանց ծրագրում Արցախը հանձնել չկար, ընդհակառակ ուրիշ բաներ էին խոսում։ Հայաստանը սենց վտանգել չկար, եւ ժողովուրդը հիմա ասում է անգիր ջան, ես քեզ լիազորություն եմ տվել, իմ մանդատը տվել եմ քեզ, որ դու իմ ուզած բաները անես, ոչ թե անես այն, ինչ որ դու ես ուզում, հետո ասես ժողովուրդը ինձ ձայն է տվել։ Ժողովուրդը քեզ դրա համար ձայն չի տվել։ Հետևաբար հարցը լրիվ այլ օրակարգում է, այսինքն դուք խաբել եք ժողովրդին եւ հիմա եկել եք սահմանադրությունն էլ ուզում եք փոխեք, չգիտեմ ինչ եք ուզում անեք, այդ այնպիսի բաներ են այնտեղ փոխում, որ ստիպում են, որ մեր ժողովուրդը ուղղակի ստորանա թուրքերի առաջ։ Էս է իրանց ուզածը։ Ես վստահ եմ, որ այդ սահմանադրության նախագիծը պատրաստվել է այլ տեղերում, ոչ Հայաստանում։
Իդեպ արդարադատության նախարարին հարց ուղղեցին եւ նա հստակ ոչինչ չկարողացավ ասել այդ փաստաթղթի վերաբերյալ սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ առհասարակ։ Հիմա ես ուզում եմ հասկանալի է, մարդով աշխատում է օրենքի վրա, նա չէր կարող ընդհանուր գոնե եզրային դրույթները ներկայացնել, թե ինչպիսի դրույթներում պիտի փոփոխություն գոնե թե կատարվեր։ Շատ ճիշտ եք ասում։ Նշանակում է դու տեղյակ չես եւ սպասում ես, որպեսզի պատրաստի փաստաթուղթը դնեն քո սեղան ու նոր ծանոթանաս։ Եզրահանգումը ամեն դեպքում այդպիսին է ստացվում։ Դուք միանգամայն ճիշտ եք։ Ինչ է այդպես, որովհետեւ ինքը ինչ ասի, ինչի մասին ասի, որ իր մոտ չի այդ փաստաթուղթը։ Այդ փաստաթուղթը 7 փակի տակ դրած է ու պատրաստ։ Երբ որ պետք կլինի այդ հանելու, կհանեն, կդնեն, կասեն այ էսա փաստաթուղթը վերցրեք ու ասեք, այն ինչ որ կա, որովհետեւ այդ փաստաթուղթը Հայաստանում չի կազմվել, այդ սահմանադրությունը Հայաստանում չի գրվել։ Ինքը ուղղակի իրավաբանորեն փորձում է դրա տակից դուրս գա բան, որպեսզի հիմար վիճակում չհայտնվի։ Արդարադատության նախարարը ընտրությունները պիտի պատրաստ լինեն։ Այո, նոր սահմանադրության իրանք խոսում էին նրա մասին, որ դա 27 թվին պետք է անեն, որ 26 թվի ընտրությունների հետ կապ չունի, իբր թե 27-ին պետք է անեն, բայց երբ որ մի հատ զանգ եկավ համապատասխան տեղից, Բաքվից թե Անկարայից, չգիտեմ, այստեղ կասկածելի է, մի հատ զանգ եկավ, իրանք փոխեցին, սարքեցին, որ հիմա պետք է անեն դա, որտեվ իրանք ասացին, ոչ ոք չի սպասում 27 թվին, որովհետև այդ շատ մեծ հարց է, դու 26 թվին կլնես իշխանության, թե չէ։ Դրա համար հիմա պետք է անես, ու այդ ամեն ինչը պատրաստ է, եւ այն հետաքրքիր մի բան ասեմ ձեզ, երբ որ ինքը այնտեղ խոսում էր այդ արդարադատության նախարարը, այնտեղ մի բան ասաց 1 տարի պետք է, որ բան, հասկանում եք, լուրջ չի էլի, եթե կա փաստաթուղթ, ասենք 3 տարի այդ գործով զբաղվում եք, փաստաթուղթը պատրաստ, ըստ ձեզ պատրաստ պետք է լիներ։ Հիմա պատրաստ չի, հələ 1 տարի էլ պետք է պատրաստվի այդ փաստաթուղթը, բայց ի՞նչն եք պատրաստելու, կարաք ինձ ասեք։ Այդ փաստաթուղթը պատրաստելու համար կարող է պետք լինի 3 օր։ Որովհետև այնտեղ ամեն ինչ գրած է, ըստ ձեզ էլ, այնտեղ մեծ փոփոխություն չի լինելու, ուղղակի, քանի որ ժողովրդի մեջ ինքը որպես ոչ լեգիտիմ սահմանադրություն է, ուղղակի ժողովուրդը պետք է հավատա, որ դա իրապես լեգիտիմ է եւ ինքն է ընտրել, այդ դրա համար եք դա փոխում, ընդ որում ասում եք, որ կառավարման համակարգը նույնն եք թողելու, բան չեք փոխելու, այսինքն դուք այդ անում եք մի բանի համար, որ այնտեղից հանեք, հղումը դեպի հռչակագիր, այդ մի նախադասությունը հանում եք, վերջանում է, ոչ մի բան դուք չեք փոխելու, կգա օրը կտեսնեք, կդնեք հինը ու նոր իրար կողքի կտեսնեք, ընդհանրապես դա հանած։ Իսկ դրա համար մի տարի աշխատում ենք, բան ենք անում եւ այլը, այդ հեքիաթներ է, որ ներկայացում է ժողովրդին, որպեսզի ժողովրդին շեղեն, բայց հասարակությունը, քաղաքական ուժերը պետք է շատ լավ բացատրեն մեր հասարակությանը, որ հասկանանք, բանը ինչու՞մ է, բանը նրանում է, որ նույնիսկ սահմանադրությունը, որը մեր մայր օրենքն է, մեր գլխավոր օրենքն է, նույնիսկ այդ ենք զիջում թուրքերին։ Հետևաբար, այդ զիջումների մասին խոսացողը կարող է մի երկու ժամ ընդամենը նստի ու լսի այն մեղադրանքները, որ ներկայացում է իրան, թե ինչ զիջումներ ես դու արել, հիմա ասում է ինչ զիջում եմ արել, իսկ ինչ զիջում չեք արել, ինչ զիջում չես արել։ Այս հարցին թող պատասխանի ինքը, ասում է ինչ զիջում եմ արել, որ հա ինչ, կարող Հայաստանը տաս վերջում ասեք, որ ինչ եմ արել, որ հետո ինչ։ Ես ուզում եմ մեկ զուգահեռ անցկացնենք, երբ խաղաղության համաձայնագրի մասին է խոսքը գնում ու նրա կետերը ներկայացնելու հանրությանը, իր մամլո ասոցի ժամանակ նա նշում է, որ պետք չէ հանրայնացնել, միգուցե խանգարեն, միգուցե ընդդիմադիր կողմը կամ ժողովուրդը սկսի քննարկել տարբեր կետեր եւ դա խանգարող հանգամանք հանդիսանա։ Լավ, թողնենք դա այդպես միգուցե, այդ միգուցեներով։ Հիմա ես ուզում եմ սահմանադրության վերաբերյալ հարցը տալ։ Սա էլ է գաղտնի պահվելու այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունները չեն եկել եւ կարճ ժամանակ տրվի այն մասնագետներին ու հասարակությանը, որոնք ի վիճակի լինեն այդ ամեն ինչը վերլուծել եւ վերլուծածը բարձրաձայնել։ Միտումնավոր է արվում ի վերջո սա ամեն ինչ կարծես թե գաղտնիության մեջ է պահվում։ Գիտեք, ինչի համար այդպես արվում, որովհետեւ հենց սահմանադրությունը դրվեց ու պարզվեց, որ հղում չկա հռչակագրին, ժողովուրդը դուրս է գալու, իրան շպրտի դուրս է իշխանության մեջից։
Սրա համար են իրանք դա պահում։ Հենց այդ մի նախադասության համար։ Սա են դրա համար պահում են վերջի պահին փորձում են ինչ-որ ձևի հանեն ու սղացնեն ընտրությունների բանի հետ կապեն, իբր թե ընտրություններն է բան, այնտեղ քաղաքական process-ներ սկսի, քաղաքական ուժերը խառնվեն, քաղաքականություն ամեն կուսակցություն զբաղվի իր քաղաքական բանով, իրանք դա մեջը անցկացնեն։ Կարծեմ ինքը դրա մասին խոսեց, որ ինչ որ իրանց թիմում մի խումբ ասում է, որ բերեք ընտրությունների հետ անենք դա, որպեսզի հեշտ լինի, թե ինչ տենց ինչ որ մի բան է խոսում, սա ուղղակի ուզում է հասկանա ժողովրդի ռեակցիան եւ քաղաքական ուժերի ռեակցիան, թե ոնց կվերաբերվեն սրան։ Իրանք հիմա անցկացնելու խնդիր ունեն։ Իրանք հասկանում են, որ չեն կարող անցկացնել, եւ հիմա նաեւ սպասում են Գյումրիի ընտրություններին, տեսնեն այնտեղ ոնց են ինչ տոկոսով են պարտվում, ու այդ ամեն ինչը իրանց մտածմունքը դրա մեջ է, ոնց խցկեն արանքում ու դա անցկացնեն, որովհետեւ թուրքերի պահանջը թուրքերը Էրդողանը պահանջում է դա։ Հիմա տեսեք Էրդողանի վիճակը, հիմա այստեղից մի հատ անցում անենք դեպի մեր հարևան երկրին, որտեղ էսպայի դրությամբ իրավիճակը լարվում է եւ մարդիկ հասկանում են, որ այս բռնապետը այս բոլոր իրավունքները մարդկանց վերացնում է։ Տեսեք նույնիսկ այն աստիճանի է հասել, որ իրանց գլխավոր ընդդիմադիր մեկին, որը Ստամբուլի քաղաքապետը, նրան ձերբակալեցին ու իբր թե ինչ-որ բաների մեջ է մեղադրում են կերտ, ոնց որ ստեղ է։ Ուղղակի այնտեղ ավելի մեծ մասշտաբի է, բայց ժողովուրդը դուրս է եկել եւ պայքարում է։ Հիմա շատ մեծ հարց է, այս պայքարի մեջ ով է հաղթելու, եւ ես կարծում եմ, որ Էրդողանի իշխանությունը արդեն սկսել է ճաքեր տալ եւ դժվար թե կարողանա ինքը հաղթահարի սա։ Սրա համար դա մահացու է, որ Էրդողանը այնտեղ տապալվի, որովհետեւ մնացած ուժերը որ գան, արդեն ուրիշ իրավիճակ կլինի։ Նույնը Ալիևի համար է մահացու այս վիճակը, որովհետեւ այն ուժերը ովքեր գալու են, իր հետ այտենց չեն լինելու։ Հետևաբար ամեն ինչ հնարավոր է փոխվի եւ շատ արագ փոխվի։ Հիմա սրանց ինչ-որ հաղթաթղթեր են պետք։ Նապտի ասի, որ տեսեք, այսքան տարի հայերը պահանջում էին, բայց ես հասա նրան, որ հայերը հրաժարվեցին ցեղասպանությունից, այսինքն դուք թուրքեր հանգիստ ապրեք, ոչ այլ հայերը ձեր վրա չեն։ Նա էլ ուրիշ բան է ասում Ալիևը, որ այս խաղաղությունը բանը, ես ազատագրեցի, Արցախը բերեցի բան, բայց այդ ամեն ինչը բարձվում է մեր հաշվին է։ Մեր երկրի հաշվին է ու մեր ազգային շահերի հաշվին է։ Սա ասում է ազգային շահել չկա։ Ոչ մի բան չկա։ Այսինքն այսօր այս բանը, այսօր այս պահին ինչ կա, դա կեր գնա հանգիստ քնի։ Իդեպ ես ուզում եմ մենք ռեպորտաժը դիտենք, հարցը հետեւյալն է, արդյոք մեր քաղաքացիները գոհ են ընդդիմադիրների աշխատանքից եւ նոր գաղափարախոսական ուժ կցանկանային, որ ձևավորվեր։ Դիտենք ու վերադառնանք։ Արդյոք գոհ եք ընդդիմության աշխատանքից եւ կուզեք նոր Արդյոք նա աշխատանք կատարում է, սկսենք այդտեղից։ Ցավոք սրտի։ Իսկ նոր գաղափարական ուժ կուզեք ձևավորվի։ Եթե ժողովրդի կողմից է, թող ձևավորվի, ինչու՞ չէ։ Միշտ նորը լավ է լինում, կարող է մի նոր բան ստեղծի մարդկանց համար, ժողովրդի համար, կարծում եմ այդպես։ Ոչ ընդդիմության, ոչ իշխանության։ Մեզ նոր ուժ է պետք, ազգասեր, պատրիոտ մարդ։ Ես չգիտեմ ինչի մեր ազգը այդպիսի մարդ չի ծնում, որ նստի մտածի միայն ժողովրդի մասին։ Ես այդպիսի մարդ գտնելու դեպքում պատրաստ եմ կողքը կանգնելու։ Նոր ուժ է պետք։ Ինչ գաղափարներով։ Իրոք ազգի մասին, պետության մասին մտածող նոր ուժ։ Ընդդիմության աշխատանքից, բայց մենք չունենք ախր ընդդիմություն։ Նոր գաղափարական չէ։ Իսկ կուզեք նոր գաղափարական ուժ ձևավորվի։ Հա, ջահելների, տեխնոկրատների պետք են։ Ժամանակը արդեն գնացել է, շուտվանից է պետք։ Այս հիները բան չեն անում։ Ընդդիմության մեջ չեն կարող իրանց ուզած անեն, ինձ թվում է։ Խնդիրներ կա երևի էլի։ Այնտեղս ասած ոչ ընդդիմությունից եմ գոհ, ոչ էլ կառավարության հիմա կառավարման ձևից, բայց հույս ունեմ, ակնկալում եմ, ուզում եմ
հույս ունեմ, որ մեր Հայաստանում շատ լավ կլինի ամեն ինչ։ Երևի ընդդիմությանը, երևի ու կառավարությանը միասին Աստված կտա միաձայն միտք ու մեր երկիրը լավ կլինի։ Դրա հույսը ես ունեմ, բայց ես քաղաքագետ չեմ, հասարակ քաղաքացի եմ, որ ասեմ ընդդիմությունն է ճիշտ, թե կառավարությունն է ճիշտ, բայց հույս ունեմ, առաջն Աստված։ Չեմ կողմնորոշում, բայց ինչ ասեմ։ Միասնություն չկա։ Կարապի նման էս կողմ, խեցկետ նույնպես էս կողմ, ինչ կլինի վերջը մարդ չի իմանում։ Մեկը Ռուսաստան, մեկը Եվրոպա, մեկը Ամերիկա։ Դարերի ընթացքում այնքան են այդպես իրարից հեռացել, գործել են ամբողջ մի Հայաստան։ Իսկ մեր սիրելի ռուս ազգին չեմ ասում, մեր բարեկամներ։ Կրեմլը դարձավ մեր թշնամին։ $5,000 այդ գումարով զենքեր տվեց Ադրբեջանը։ Մենք էլ ոչ մի զենք չունենք, կանսերվի բանկ են սահմանել բանան։ Իսկ կուզեք նոր գաղափարական ուժ ձևավորվի։ Եթե լինի, բայց հələ չի երևում, չենք տեսնում։ Հետագան ցույց կտա տեսնենք։ Մի խոսքով 200 տարի էլ մեր սիրելի ռուսները բաժանեցին մեր հողերը։ Ցարը տվեց նրան, Լենինը նրան, հիմա էլ այսպես։ Մի խոսքով դարձել ենք մի խեղճ ազգ։ Չէ, թույլ են աշխատում։ Նոր գաղափարական ուժ ձևավորվի։ Շատ բան կուզեմ աղջիկ ջան, բայց թե ինչ ասեմ։ Դժվար ժամանակաշրջան ենք ապրում, դժվար է։ Իբր հիմա ազգային գաղափարախոսություն կա, որ մի հատ էլ նորը չուզենանք։ Դժվար են, որտեղ ամեն ինչ դանդաղացնում են, վերջ։ Իսկ նոր գաղափարական ուժ կուզեք ձևավորվի։ Թող չի խանգարի, մենակ թե ես չեմ ուզում ասեմ, ինչից մենք պրծնենք։ Պարոն Ավետիսյան, մեր քաղաքացիները երրորդ, չեմ ասի լավ երրորդ այս պարագայում, գաղափարական նորուժի ձևավորմանն են, կարծես թե սպասում ի վերջո, որովհետև ակնկալիքները երկուստեք սպառվել են, եւ իշխանությունից եւ ընդդիմությունից կարծես թե մենք տեսնում ենք նաեւ ընդդիմադիր թևը ստորագրահավաք է հիմա սկսում եւ ինչ կտա ի վերջո սա եւս մի քայլ է արվում որին։ Տեսեք, քաղաքացիները լավ հասկանում են եւ պարզ տեսնում են իրավիճակը ոնց է։ Կա իշխանություն, կա ընդդիմություն։ Խոսքս պարլամենտական ընդդիմության մասին է հիմնականում, որովհետեւ լծակները նրանց ձեռքում է եւ նրանք հնարավորություն ունեն ինչ-որ process-ների վրա լուրջ ազդելու։ Նրանք տեսնում են, որ իշխանությունը երկիրը տանում է կործանման, ընդդիմությունն էլ ոչինչ չի կարողանում անել։ Անհեթեթ խոսակցություններ, փոքր ինչ-որ պիկետային բաներ, այսինքն անհեռանկարային։ Անհեռանկարային, հիմա ստորագրահավաքման, գիտեք, այդ ամեն ինչը լավ է, պետք է անել բան եւ այլ, բայց ոչ մեր պարագայում, եթե նես դասական քաղաքական պայքարի ժամանակահատվածը լներ, դա արվեր ուրիշ բան, ասենք հանգիստ գնում ենք մեր ընտրությունները։ Բայց մենք տեսնում ենք իշխանական կողմից էլ այս դեպքում գաղափարախոսության մեծ արշավ է ընթանում իրենց կողմից, կրթվելը նորաձև է, այդ նորաձևության տակ իրենց գաղափարախոսությունն են ներկայացնում, այսինքն սրանք փոխկապակցված մի միջավայր են ստեղծել, որտեղ պարբերաբար ներկայացվում է ի վերջո սա ինչ է, քարոզարշավ։ Դայք իրանք ընդդիմությունը, իշխանությունը ի տարբերություն ընդդիմության շատ լավ հասկանում է ու շատ լավ իրավիճակը պատկերացնում ու հասկանում է, որ գաղափարական վակուում կա։ Եվ գաղափարական բանա պետք, պայքարա պետք, ինքը փորձում է, քանի որ իրանք գաղափարներ չունեն, հիմա փորձում են ինչ-որ ծրագրեր առաջ քաշեն ու դա ներկայացնեն որպես գաղափար իրանց, որը բանա անհույս, անշնորհակալ բան է ու դա չի ստացվելու, ձախողում ալնելու, արդյունքը նա է, որ ինչ որ ձևով գնում են ընտրությունների, ինչ որ բան պիտի խոսան,
ժողովրդին ասեն ու ասեն իբր թե նոր պիտի բան անենք, կրթվենք, բան եւ այլը։ Այս կարգի բաներ, բայց դա անհույս բան է։ Լավ, իսկ դուք տեսնում եք նոր գաղափարական ուժի ձևավորում։ Հիմա դրան եմ ուզում գամ։ Հիմա տեսեք, ընդդիմադիր հատվածը դրանով չի զբաղվում։ Ընդդիմադիր հատվածը գիտեք ինչ է անում։ Ընդդիմադիր հատվածը գնում է 18 թիվ 2018 թիվ եւ ուզում է անի այն ինչ որ արեց այս իշխանության գալու, բայց դրա ժամանակն անցել է արդեն։ Այդ ձևով իշխանության չես կարող գալ եւ պետքա նոր ֆորմատ, նոր ձև, նոր մտածելակերպ, նոր գաղափարի վերջո, նոր գաղափարախոսություն, որը կարողանա այս ամեն ինչը հավաքի։ Հիմա մեր քաղաքական ուժը եւ մի քանի այլ քաղաքական ուժեր այդ գաղափարախոսությունը ձևակերպել են եւ ոչ թե ձևակերպել են, այլ պայքարի ձևը մոտեցումը մենք առաջարկել ենք ոնց պետք է անել, որովհետեւ քաղաքական ուժը պետք է մի 3 հարցի պատասխանի, առաջինը ոնց գա իշխանության, հստակ պետք է ասի ոնց է ինքը պատկերացնում ու դա պետք է լինի այնպես որ ռեալ լինի այդ գործը։ Մենք դրա մասին խոսել ենք, ասել ենք ու պատրաստ ենք նորից քննարկել այլ քաղաքական ուժերի հետ։ Պետք է գալ պարլամենտում, քանի որ մենք պարլամենտական երկիր ենք, այսինքն պարլամենտում նաև կարողանալ ձևավորել այն կոալիցիան եւ երրորդը անել այն ինչ որ նպատակային է, ինչ որ պետք է արվի գաղափարական առումով, ոնց պետք է իրագործես այդ գաղափարները, որովհետեւ իշխանության մնալը ինքնանպատակ չի կամ իշխանության գալը։ Դու պետք է գաս իշխանության, որ լծակներդ ուժեղը լինեն, ունենաս լծակներ, որով կարողանաս իրականացնել այն գաղափարը, որի մասին դու խոսում ես։ Օրինակ մենք կողմնակից ենք այդ գաղափարախոսությանը, որը նորից եմ ուզում կրկնել, որը ոչ մեր սեփականությունն է, ոչ էլ որևէ այլ քաղաքական ուժի։ Դա վերկուսակցական է։ Ինքը գաղափարախոսությունը, որ բոլոր քաղաքական կուսակցությունները կարող են օգտագործել իշա Հայաստանի։ Հիմա այդ ազգային այդ վեհ գաղափարախոսությունը մենք առաջիկայում դրա մասին պաշտոնապես կհայտարարենք եւ մենք այն ուժերից մեկն ենք, որ այդ գաղափարախոսությունը տանելու է դեպի ընտրություններ, տանելու է դեպի հաղթանակ եւ բոլոր մնացած քաղաքական ուժերի համար այնտեղ տեղ կա։ Բոլորը ունեն իրենց տեղը, պետքա ուղղակի ցանկություն ունենան այդ մեծամտությունը գցեն մի կողմ, գան դրա տակ մտնեն, որովհետեւ այդ հենց 21-րդ դարի գաղափարախոսություն է, այդ անցյալը չի։ Այդ ներկան է լինելու եւ ապագան է լինելու, ովքեր մտնեն դրա մեջ։ Հիմա բարեբախտաբար մեր հայրենակիցները այդ մասին լավ ձևակերպումները տվել են եւ շատ կարեւոր է դեռևս ոչ մեկին չի հաջողվել դրան հակառակ ինչ-որ բան խոսը։ Եթե դա չուզենան անել, ուղղակի նշանակում է, որ իրանք չեն ցանկանում դա անեն կամ թշնամիների կողմից խրախուսվում են, որ դա չանեն։ Ուրիշ տարբերակ չկա։ Լավ, հուսանք մենք անպայման մի օր այդ գաղափարախոսությունը ավելի բաց կխոսենք տարբերակով, ավելի կմանրամասնենք ու մեր հետևորդներն նաև ծանոթ կլինեն այդ նոր ուժին, որը միասնականության, միավորվելու եւ մեր հայրենիքը ել ավելի վերածնելու այս պարագայում պիտի ասեմ գաղափարներ։ Այս իրավիճակից փրկելու ճանապարհը, այս իրավիճակից դուրս անելու։ Բարի, շնորհակալ եմ հարգելի հետևորդներ մեզ հետևելու համար։ Դիտեք մեզ, գրեք ձեր հետևությունները ու մեկնաբանությունները։ Մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։